Նրա կյանքն ու գործունեությունն համընկավ հայ ժողովրդի եւ Հայաստանի համար խիստ դժվար, տագնապալի իրադարձությունների հետ, որոնք ավարտվեցին Հայաստանի բաժանմամբ ու ի վերջո թագավորության անկումով։ Բյուզանդա պարսկական պատերազմների թատերաբեմ դարձած Հայաստանում սակայն ստեղծվում է մշակույթ, որը դարեր անց պիտի որակվեր որպես հայ գրականության ու մշակույթի ոսկեդար։ Եվ այդ գրականության սկզբնավորման ակունքներում կանգնած էր մի մարդ, ում անունն անբաժան է մեծագույն հայերից մեկի, Մեսրոպ Մաշտոցի անունից։ Մեսրոպ Մաշտոց Սահակ Պարթև տանդեմը դարձավ այն մեծագույն արարչագործության հեղինակը, որը հայ ժողովրդին ոչ միայն ինքնուրույնացրեց տվյալ պատմական ժամանակի մեջ, այլև դարձրեց սքանչելիորեն ստեղծագործ ու մշակութաբանորեն պաշտպանված դարերի ու հազարամյակների կտրվածքով։ Հայ առաքելական եկեղեցին Սահակ Պարքևին դասել է սրբերի կարգը և նրա հիշատակի օրը մտցրել տոնացույցի մեջ։ Սահակ Պարթևը եղել է հայոց կաթողիկոսության Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը։ Նա հայ ժողովրդի ողջ պատմության մշակութային, եկեղեցական ու քաղաքական մեծագույն գործիչներից մեկն է։ Մեր պատմության ամենաերևելի դեմքերից մեկն է և ամենանշանավոր, որի գործունեությունը շատ և շատ բաներով պետական մի քանի դարերի ընթացքում և ինչու՞ չէ նաև մինչև այսօր իրենց նշանակությունը պահպանել են։ Անձ, որը մի կողմից ներկայացնում է նրա որպես Գրիգոր Լուսավորչի ընտանիքի զավակ, Ներսես Մեծի որդի, մյուս կողմից, մորական կողմից ինքը Մամիկոնյանների ընտանիքից է, երկու նշանավոր հին Հայաստանի ընտանիքների, նրանց բարեկամության, նրանց Սահակ Պարթևը և իր գործունեությամբ նրա մեջ նկատվում է ինչպես Լուսավորչի ընտանիքի բնավորության գծերը, այնպես էլ Մամիկոնյանների գծերը։ Սահակ Պարթևը ծնվել է 348 թվականին Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Նրա հայրը հայոց կաթողիկոս Ներսես առաջին մեծ Պարթևն է, իսկ մայրը Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստրը, Սահանդուխտը։ Սահակ Պարթևը մանուկ հասակում մորը կորցնելուց և ուսումնառության համար հռոմեական կայսրություն հոր մեկնելուց հետո դաստիարակվել է մորական պապի Վարդան Մամիկոնյանի տանը։ Ներսես առաջին կաթողիկոսի որդին փայլուն կրթություն է ստացել Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր ուսումնարաններում։ Հայտնի է, որ Սահակ Պարթևը տիրապետել է հունարենին, ասորերենին և պարսկերենին, հմուտ է եղել հայկաբանության ու հունաբանության մեջ։ Սահակը իր կրթությունը ստացել էր Կեսարիայում, Կոստանդնուպոլսում և Ալեքսանդրիայում։ Սրանք հայտնի ժամանակի հզորագույն գիտամշակութային կենտրոններ էին, որոնք հայտնի են իրենց դպրոցներով և մեծ գիտական գրադարաններով։ Եվ Սահակը լինելով կաթողիկոսի որդի, իրավամբ ինքը ստացել էր լավագույն կրթությունը ժամանակի համար։ Թերևս Սահակը որպես կաթողիկոսի որդի կարող էր այդ վայրերում զուտ ժամանակ անցկացնել, բայց ի պատիվ իրեն լավագույն ուսումն էր ստացել, որը քիչ հետո պիտի իրեն օգներ հայ եկեղեցում ծաղկումը ապահովելու համար։ Նա տիրապետում էր ասորերենի, պարսկերենի, հայրենի մասին խոսք գնալ չէր կարող, որովհետև դեռևս գրերը ստեղծված չէին, պիտի ստեղծվեին։ Եվ ասորերենը պիտի օգներ իրեն եկեղեցական մատենագրությունը, թարգմանական գործը սկսելուց, իսկ պարսկերենը պիտի իրեն որպես հետագայում որպես կաթողիկոսի թույլատրեր վարչական հարաբերությունների մեջ մտնել պարսից իշխանությունների հետ։ Կնոջ մահից հետո Պարթևը հոգևորական է ձեռնադրվել, դառնալով հավատի ճշմարիտ ու առաքինի նվիրյալ։ Եպիսկոպոս Սահակ Պարթևը կրոնավորել է Վաղարշապատի Սուրբ Էջմիածին վանքում իր 60 աշակերտի հետ, ովքեր հագնում էին մազեղեն հանդերձներ և միշտ ոտաբոբիկ շրջում էին նրա հետ, անապատականների նման եկեղեցական պաշտամունք կատարելով։ Սահակ Պարթևն իր խմբով շրջում էր Հայաստան աշխարհի տարբեր մասերում
եւ ավետարան քարոզում։ Հենց այս քարոզության ժամանակ է, որ անձնվեր հոգևորականը դժվարություն է ունենում այլ լեզուներով քարոզելիս ու մտածում է հայ տառերի եւ Սուրբ գրքի թարգմանություն ունենալու անհրաժեշտության մասին։ Չորրորդ դարի վերջը եւ հայ ժողովրդի համար եւ հայ եկեղեցու համար ճակատագրական դարաշրջան է։ Պիտի ասել, որ չորրորդ դարի վերջին մեր մեծագործ հայրապետներից մեկի մահվամբ հայ եկեղեցին ունեցավ մեծ կորուստ։ Դա ներսես մեծն էր։ Եվ քիչ հետո պիտի տեղի ունենար հայ շնորհալի երիտասարդ եւ մեծ կամքի թեր թագավորներից, արքաներից մեկի Պապ թագավորի սպանությունը, այսպիսով եւ հայ եկեղեցում եւ հայ քաղաքական ասպարեզում առաջ եկավ ճգնաժամ։ Կաթողիկոսին Ներսես մեծին հաջորդած այն մի քանի կաթողիկոսները իզորու չեղան շարունակել Ներսես մեծի գործը, որը նա սկսել էր իր կաթողիկոսության շրջանից։ Իսկ մեծ արքայի Պապ թագավորի սկսած գործը ի վիճակի չեղան շարունակել իր հետնորդները։ Եվ այս էր պատճառը, որ նաև Պարսկաստանի եւ Բյուզանդիայի վարած հայահալած քաղաքականության եւ ձուլողական քաղաքականության հետևանքով եւ հայ ժողովուրդը եւ հայ եկեղեցին կանգնեց մեծ վտանգի առջև։ Ու հետևաբար եւ հայ եկեղեցու սպասավորները եւ հայ քաղաքական միտքը ուղիներ էին փնտրում։ Սակայն մի փոքրիկ Հայաստան չէր կարող պայքարել երկու հզոր տերությունների միջև։ Ի վերջո 387 թվականին Բյուզանդիայի եւ Պարսից շահի համաձայնությամբ Հայաստանը բաժանվեց երկու մասի եւ առաջին անգամ էր, որ բաժանվեց երկու մասի եւ այն մասում, որտեղ որ Խոսրով երրորդն էր իշխում, անցավ Արևելյան Հայաստանը, անցավ Պարսկաստանի տիրապետությանը, իսկ արևմտյան մասը անցավ բյուզանդական կայսրությանը։ Եվ քանի որ այդ բաժանման ժամանակ այլևս մահացել էր Մանասկերտցի կաթողիկոսը, առիթ եղավ, որպեսզի ընտրվի նոր կաթողիկոս, եւ հայ հոգևորականությունը եւ հատկապես թագավորը, նորընտիր թագավորը կամեցան, որպեսզի գահը շարանգի լուսավորչի տոհմից մեկը։ Ասպարեզի վրա Սահակ կաթողիկոս Սահակն էր, Ներսեսի որդին, որը անցել էր կրոնավորական կյանքի եւ ինչպես որ պատմիչներն են վկայում, 60 աշակերտների հետ վարում էր խիստ ճգնակյաց կյանք եւ հայտնի էր այլևս եկեղեցական ասպարեզում որպես խստաբարո ճգնակյաց, որպես բարի համբավի տեր անձնավորություն։ 387 թվականին Ասպուրակես Մանասկերտցի կաթողիկոսի մահից հետո հայոց Խոսրով 4-րդ վերջին թագավորը Սահակ Պարթևին նշանակում է հայոց կաթողիկոս առանց Պարսից արքայից արքայի թույլտվությունը ստանալու։ Հայոց հայրապետը հանդես է գալիս պետությանը սատարողի դերում, աջակցում է հայոց Խոսրով արքային, հայկական հողերը միավորելու եւ մեծ հայքի վերամիավորման քաղաքականությունը իրագործելիս։ 388 թվականին, երբ Արշակունի վերջին նշանավոր գահակալը Խոսրով 4-րդը բանտարկվել էր անհուշ Բերդում, հայոց թագավորի կողմից կաթողիկոս նշանակված Սահակ Պարթևի հայրապետական կարգը համարվել է անբավեր։ Շուտով հայոց նոր թագավորը Վռամշապուհը երկրի ղեկին իր ձեռքն է վերցնում։ Նրա աջակցությամբ հայոց հայրապետը վերահաստատվում է իր աթոռին։ Հետո նաև իր Սահակ Պարթևի ջանքերով ու միջնորդությամբ Պարսից արքա Վռամ III Կրամանը վավերացրել է հայ նախարարների գահնամակը։ Նրա Փեսահամազած Մամիկոնյանը ստացել է հայոց սպարապետի պաշտոնը, իսկ Կամսարական ու Ամատունի ընտանիքները, որոնք մեղադրվում էին Պարսից արքունիքի կողմից, արժանացել են ներման։ Այնուհետև գրեթե 25 տարի ձգվող խաղաղության պայմաններում Սահակ Պարթևը ծավալել է մշակութային բազմաշերտ գործունեություն։ Հայոց կաթողիկոսը կանգնել է հայ մեծ հանճարի Մեսրոպ Մաշտոցի կողքին։ Բացառիկ իրողություն էր հայոց պատմության մեջ, երբ պետությունն ու եկեղեցին, այսինքն Վռամշապու արքան ու Սահակ Պարթևը, իրաների Մաշտոցի հետ միաբանված ու համերաշխորեն լծվեցին միևնույն խիստ բարդ ու դժվարին, բայց եւ պետության ու ազգի գոյության համար ամենակարևոր գործին՝ հայ գրերի ստեղծումին։ Իր Մաշտոց աշխատության մեջ նշանավոր հայագետ Արտաշես Մարտիրոսյանը նշում է. իսկական մեծությունը նա է, որ չի շտապում եւ չի ուշանում։ Հայ ժողովրդի համար դա մի շրջան էր, որ հապաղումը կարող էր ճակատագրական լինել, եւ եկավ Մաշտոցը, եւ նա մենակ չէր։
Գաղափարի խաղացողը անշուշտ Սահակը չէր։ Մեկ ուրիշ հայ նշանավոր հոգևորական էր Մեսրոպ Մաշտոցը, որ բնականաբար պիտի այդ մասին հայտներ կաթողիկոսին, կաթողիկոսը պիտի խոստովանի, որ ինքն էր այդ մասին մտածում, պիտի դիմեն հայոց թագավորին Վռամշապուհին, ինչ հիանալի եռյակ է։ Հայոց պատմության մեջ այսպիսի համերաշխության, միակամության եզակի օրինակներից մեկը թագավորը, կաթողիկոսը եւ նշանավոր վարդապետ Մեսրոպը։ Եվ սրանք, ինչպես ասում են, ուսուսի տված, որպես լծակիցներ ձեռնամուխ եղան գրերի ստեղծմանը։ Ճիշտ է, գրերի ստեղծման հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է, բայց կարծում եմ, թե Մեսրոպ Մաշտոցը չէր հասնի այդ հաջողությանը, եթե չունենար պետական օժանդակություն։ Ուստի բերեք հիշենք եւ Իրանի տանք ու փառաբանենք Վռամշապուհին։ Նույնը, եթե չլիներ Սահակի օգնությունը հոգևոր, գիտեք ինչ, կարող էր եկեղեցին արգելել։ Այդ ժամանակ Հայաստանում քրիստոնեական պաշտոնանկային գրքերը հունարեն էին կամ ասորերեն էին։ Եկեղեցիներում արարողությունները հունարեն կամ ասորերեն էր։ Մի կաթողիկոս կարող է արգելել, չէ, անշուշտ կարող է արգելել եւ թույլ չտալ, բայց նա ոչ միայն չարգելեց, ընդհակառակը ամեն ինչով օգտակար եղավ Մեսրոպ Մաշտոցի ազգանվեր այս գործունեությանը։ Իսկապես, Մաշտոցն ուներ Սահակ Պարթևի, հայոց հայրապետի չափազանց կարևոր աջակցությունն ու օգնությունը, սակայն այս երկու երևելիներին հովանավորում էր առաջին հերթին պետությունը։ Արտաշես Մարտիրոսյանն իր նույն գրքում եզրակացնում է. որքան էլ հանճարեղ լիներ Մաշտոցը եւ որքան էլ մեծ Սահակի ջանքերը, առանց պետական միջամտության այդ գործը չէր կարող ավարտի հասնել։ Հայոց արքան ինքը ոտքով գնում է դիմավորելու Մաշտոցին, ով ինչպես պատմության մեջ է հիշատակված, ավելի էր երջանկացել ու հրճվել, քան նույնիսկ ինքը, Աստծո պատգամները իր ժողովրդին բերող Մովսես Մարգարեն Սինա լեռից իջնելիս։ Այնինչ արեց Մեսրոպը եւ արեցին նրա այս լծակիցները, պիտի ապահովեն այս ժողովրդի հետագա տարերում գոյությունը։ Պետություն չունեցող ժողովրդի համար սա զենք հանդիսացավ։ Պետությունը միավորում է ազգին, իսկ երբ որ պետությունը չկա, տարաբաժանում է, եւ ցրված ազգի, տարաբաժանված ազգի միավորողը դարձավ հայկական մշակույթը, հայագիր դպրոցը եւ այն ինչ որ այս դպրոցը տալիս էր, եւ երևույթ, որը մինչև այսօր շարունակվում է։ Փառքով պսակվեց մեծ գյուտարարի, հայոց տարերը ստեղծող Մաշտոցի սխրանքը, իսկ Սահակ Պարթևը վիթխարի դեր ունեցավ հայոց գրերի գյուտի եւ թարգմանական ու հայկական ինքնուրույն գրականության ստեղծման գործում։ Հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո 405 թվականին Սահակ Պարթև կաթողիկոսի հրամանով արգելվում են օտար լեզուներով գրությունները, իսկ կրթությունը ամենուրեք դառնում է հայկական։ Սա մեծագույն իմաստություն պահանջող սխրանք էր, որի պատմական կարևորությունն անհնար է գերագնահատել։ Սահակ Պարթևը եւ Մեսրոպ Մաշտոցն իրենց աշակերտների հետ ձեռնամուխ եղան հայկական դպրոցներ հիմնելուն եւ կրթական գործի զարգացմանը։ Դերևս Մաշտոցի դեպի աղվանք կատարած լուսավորական առաքելության շրջանում Սահակ Պարթևը սկսում է ասորերենից Աստվածաշնչի թարգմանությունը։ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը դարձան հայ թարգմանչական գրականության հիմնադիրները։ Նրանց եւ նրանց աշակերտների ջանքերով հունարենից թարգմանվեց Աստվածաշունչը, որ կոչվեց թարգմանությունների թագուհի, հույն եւ ասորի հեղինակների բազմաթիվ հայրախոսական, պատմագիտական եւ այլ բնույթի աշխատություններ։ Պետք է ասել, որ հայ գրերի նշանակությունը մեծ եղավ հայ ազգի համար մինչև օրս, սակայն հայ գրերի ստեղծման շարժառիթը թերևս Աստվածաշնչի թարգմանության գործն էր եւ գրերի գյուտից հետո անմիջապես լծվեցին հենց այդ գործին, ինչի համար, որ իրենք գնացել են եւ տքնել են եւ աստվածային պարգևով ստեղծվել են հայոց գրերը։ Այստեղ պետք է կան Սահակ կաթողիկոսի ասորերենի իմացությունները։ Վստահաբար Աստվածաշնչի գրավոր թարգմանությանը նախորդել էր բանավոր թարգմանությունները, որովհետև հայտնի է, որ մեր վարդապետները Աստվածաշունչը ժողովրդին կարդում թարգմանում էին բանավոր կերպով, սակայն դրանք քիչ էին եւ ժողովրդին շատ հասու չէին, ուստի անհրաժեշտ էր, որպեսզի գրավոր ունենար եկեղեցին, նաեւ ժամապաշտության մեջ, որպեսզի օգտագործվեր։ Եվ ահա գրերի ստեղծումից հետո
առաջին փութանակի թարգմանությունը կատարվեց ասորերենից, որի մեջ վստահաբար մեծ ներդրում ունի Սահակ Կաթողիկոսը, որպես թարգմանիչ, որպես ասորերենի լավագույն իմացող, որովհետև մենք չմոռացանք, որ նա իր ուսումնառության տարիներին լավագույնս սերտել էր ասորերեն լեզուն։ Հետևաբար այդ ամենը օգտագործեց նաև իր թարգմանությունների ժամանակ։ Հայ պատմիչ Ղազար Փարպեցին այսպիսի վկայություն է թողել Սուրբ Սահակ Պարթևի գործունեության մասին։ Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան տվել էր առավելապես գիտության շնորհներ, եւ անվայր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ թարգմանեց բոլոր կտակարանները, Սուրբ Հոգու ճշմարիտ մարգարեների խոսածները եւ հաստատելով կնքեց նոր կտակարանի լուսավոր ու կենսատու քարոզությունները, երջանիկ առաքյաններով եւ նույն հոգով։ Անհրաժեշտ է շեշտել, որ նորից ըստ Ղազար Փարպեցու Մեսրոպ Մաշտոցը եւ մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթևի օգնությանը, ով կատարելապես տիրապետում էր ոչ միայն հունարեն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլև քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը։ Հարկ է շեշտել, որ հայ դպրության հիմնադիրներ Մաշտոցն ու Սահակ Պարթևը թողել են հռչակավոր աշակերտների մի ամբողջ փաղանք, Եզնիկ Կողբացու եւ Կորյունի առաջնորդությամբ։ Գիտեք, տառերի ստեղծումը անշուշտ կարևոր երևույթ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Դա երբեք չի կարող գործել, եթե չկան համապատասխան դպրոցներ, հայագիր դպրոց։ Ուրեմն Սահակ Պարթևի մեծագույն դերը կայանում է նաև նրանում, որ հայագիր դպրոցի առաջին ուսուցիչներից, եթե ոչ առաջին, ուսուցիչներից եղավ, բնավ չեմ ցանկանում Մեսրոպ Մաշտոցի դափնիներից նրան բաժին հանել։ Երկուսն էլ դափնեկիր են, երկուսն էլ մեծ են, երկուսն էլ նշանավոր են։ Ես ասում եմ այն չափով, ինչ որ չափով վերաբերում է Սահակին, բացել դպրոցներ։ Նախ առաջին դպրոցը բացվեց Վարշապատում, Հայոց մայրաքաղաքում։ Այստեղ սովորում էին արքունիքի երեխաները, իմիջիայլոց թորներ էր այստեղ սովորում, Բարսոնա, սովնախարարների երեխաները, մեծամեծների երեխաները, եւ դասավանդում էր ինքը Սահակը, նախ առաջին ուսուցիչներից է։ Հետո սկսում են դպրոցներ բացել, դե մի դպրոցը բնականաբար բավական չի։ Ամբողջ Հայաստանում պիտի բացել դպրոց, ինչքան կա եկեղեցի, այնքան դպրոց։ 408 թվին բյուզանդական արքունիքը վերամիավորված մեծ հայքի թագավորությունից հետ է պահանջում 387 թվականի բաժանումով կայսրությանն անցած արևմտյան հատվածը, իսկ արևելյան Հայաստանում թագավորած Պարսից արքայազն Շապուհի օրոք բռնություններ են սկսվում։ Սահակ Պարթևը տեղափոխվում է մեծ հայքի բյուզանդական մասը։ Նա կայսեր մոտ է ուղարկում Մեսրոպ Մաշտոցին եւ իր թորանը Վարդան Մամիկոնյանին իրենց ընդունելու եւ բյուզանդական հատվածում հայկական դպրոցներ հիմնելու խնդրանքով։ Մի նամակով էլ նա դիմում է Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին, խնդրելով նրան բարեխոսել կայսեր առաջ, այսուհանդերձ կամենալով հակակշռել Պարսից արքունիքին եւ ուժեղացնել բյուզանդական ազդեցությունը Հայաստանում, կայսրը կարգադրում է Սահակ Պարթևին ընդունել մեծ պատվով։ Կաթողիկոսը օժանդակեց ամեն կերպ, ինչով որ օժանդակել էր գրերի գյուտի ստեղծմանը, նույն կերպ նաև օժանդակեց Մեսրոպ Մաշտոցին, որպեսզի դպրոցներ հիմնի ողջ Հայաստանում։ Նախ եւ առաջ հիմնեցին Արևելյան Հայաստանում, սակայն խնդիր առաջացավ, որ նույն դպրոցները պետք է հիմնել նաև բյուզանդական մասում։ Եվ ահա գնացին բյուզանդական մաս երկուսով եւ փորձեցին հիմնել։ Թերևս բյուզանդացիները առաջին անգամ փորձեցին խոչընդոտել, սակայն Սահակ Կաթողիկոսի նամակները ուղղված Պոլսո պատրիարքին եւ նրա հեղինակությունը, որը հայտնի էր համաքրիստոնեական աշխարհում, օգնեց, որպեսզի եւ կայսր Թեոդոս II փոքր կայսրը եւ Պոլսի պատրիարքը թույլտվությունը տան, որպեսզի Հայաստանի բյուզանդական մասում կառուցվեն դպրոցներ, ստեղծվեն դպրոցներ։ Եվ այդպես էլ եղավ, եւ իրենք երկուսով հիմնեցին բյուզանդական մասի դպրոցները։ Ապա Սահակ Պարթևը ստիպված ետ եկավ Հայաստան, որպեսզի
օգնի հայ ժողովրդին, հայ քաղաքական մտքին դուրս գալու այդ ծանր ստեղծված իրավիճակից, որովհետև 1419-22 թվականներին տեղեր ունեցել ապստամբություն Հայաստանում եւ քանի որ արդեն Բռամ Շապուհի մահից հետո եկել էր Շապուհ անունով պարսիկ թագավորը, որը 419 թվականին հոր մահը լսելով մեկնեց, որպեսզի իր հոր գահը ժառանգի, սակայն այնտեղ սպանվեց։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար շատ հարկավոր էր, որպեսզի ներկա լիներ կաթողիկոսը, որպեսզի ուղղություն ցույց տար եւ խորհուրդներ տար։ Եվ ահա ինքը վերադառնում է Հայաստան։ Գալիս է Այրարատյան երկիր, հավաքում է բոլոր նախարարներին եւ բանակցությունների համար ուղարկում Պարսից արքունիք։ Վռամ Գոր թագավորը հատուկ հրովարտակով ներում է շնորհում հայ ապստամբ նախարարներին եւ Սահակ Պարթևի խնդրանքով Արևելյան Հայաստանի թագավորը ճանաչում Վռամ Շապուհի որդուն 18-ամյա Արտաշեսին, ում տրվում է Արտաշիր անունը։ Արտաշիր արքան Հայաստան է գալիս առանց պարսիկ վերակացուի եւ թագավորում 6 տարի։ Նույն ժամանակ Արևելյան Հայաստան վերադարձած Մաշտոցն ու Սահակ Պարթևն իրենց աշակերտներին ուղարկում են Եդեսիա քաղաք, թարգմանելու հայրախոսական գործեր եւ այնուհետև անցնելու Կոստանդնուպոլիս, հունարենի մեջ հմտանալու։ 428 թվականին Պարսից արքունիքը ժամանակը հարմար գտնելով վճռում է վերացնել հայոց թագավորությունը։ Մի քանի նախարարների խոստանալով տիրույթները դարձնել ժառանգական, Պարսից արքունիքը նրանց հորդորում է հանդես գալ Արտաշիր թագավորի դեմ եւ պահանջել նրա գահընկեցությունը։ Փորձ է արվում այդ գործի մեջ ներքաշել նաեւ Սահակ Պարթևին, նրան նույնպես խոստանալով նոր տիրույթներ։ Բնականաբար հայոց կաթողիկոսը հրաժարվել է Պարսից արքունիքի ձեռքին գործիք դառնալուց։ Արտաշեսը իհարկե չարդարացրեց բոլորի մտածումները, որ կարծում էին իր հոր արժանի զավակ պիտի լինի։ Հայտնի է, որ Վռամ Շապուհը լավ արքա եղավ։ Համակիր էր Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցին եւ այն անձանց, ովքեր փորձում էին հայ ժողովրդին նպաստ բերել։ Սակայն Արտաշեսը լինելով երիտասարդ, ինչպես պատմիչն է ասում, իգամոլ, զեղ կյանքով ապրող, չարդարացրեց բոլորի հույսերը եւ նախարարները զզվելով իրենից գնացին եւ բողոքեցին Սահակ կաթողիկոսին։ Սահակ կաթողիկոսի հայտնի խոսքերը կան, որ ես չեմ կարող իմ հիվանդ ոչխարին փոխել առողջ գազանի հետ, որովհետեւ այդ գազանի առողջությունը պատուհաս է լինելու հենց ինքներս մեզ համար։ Եվ երկար ամիսներ բանակցում էին նախարարները համոզելով կաթողիկոսին, որպեսզի ինքը եւս միանա իրենց խմբին եւ ամբաստանեն թագավորին, սակայն կաթողիկոս այս երկար ամիսների ընթացքում մնաց անդրդվելի։ Հետևաբար իշխաններին չէր մնում այլ ինչ, եթե ոչ բռնել կործանարար ուղի հայոց պետականության համար։ Եվ իրենց հետ վերցնելով սուրմագերեցին, գնացին եւ ամբաստանեցին եւ թագավորին եւ Սահակ կաթողիկոսին։ Իրականությունը պարզելու համար Պարսից արքան հրավիրեց իր մոտ եւ կաթողիկոսին եւ արքային։ Իհարկե իրենք եւս ամեն ինչ անում են եւ իրենց խորհրդով եւ հորդորով էր նաեւ, որ հայ իշխաններից ոմանք հանդես եկան թագավորի եւ կաթողիկոսի դեմ, որովհետեւ Պարսից իշխանությունները խոստացել էին ժառանգական ճանաչել նրանց տիրույթները, շնորհելով նաեւ նոր տարածքներ։ Եվ Դիզբոնում իրենք զրկվեցին, մեկը իր հայրապետական աթոռից, մեկը իր արքայական գահից։ Եվ երկար տարիներ կաթողիկոսը մնաց Դիզբոնում որպես պատանդ։ Սահակ Պարթևի ձերբակալությունից 4 տարի անց հայ նախարարները դիմում են Պարսից Վռամ արքային, խնդրելով կաթողիկոս նշանակել մեծն Սահակ կաթողիկոսին։ Սակայն կաթողիկոս է նշանակվում Շամվել Ասորին, որը մեծն Սահակի կաթողիկոսական գահին հակաաթոռ էր ստեղծել մինչ այդ։ Իսկ Սահակ Պարթևին թողնվում է նրա կաթողիկոսական աթոռից ընդամենը մի քանի գյուղ։ Սակայն այ ժողովուրդը չէր ճանաչում ու չէր ընդունում Ասորի եպիսկոպոսներին։ Այդպիսով հոգևոր իշխանությունն իրականում Սահակ Պարթևի ձեռքին է մնում մինչև իր մահը։ Սահակ Պարթևը կարողանում է Պարսից արքայից կորզել հայոց նախարարների գահնամակի հաստատումն այնպես, ինչպես սահմանվել էր հայոց արքայի կողմից։ Մասնագետները գիտեն մի շատ կարևոր փաստաթուղթ կա, գահանամակ,
որտեղ գրանցված են հայ նախարարների ցանկերը, որ նախարարը ումից հետո է, ինչ պատիվ ունի, արքոնիկում որտեղ պետք է նստի, այսինքն տեղերն է բաշխում, դա կարգավորեց Սահակը եւ այստեղ մի բան արեց, ռևերանս արեց, իր փեսան ինքը ուներ մեկ աղջիկ, Սահականուշը, ամուսնացած էր Համազած Մամիկոնյանի հետ, իր փեսային նրա տոհմը, որը շատ հետ էր, Մամիկոնյանները սպարապետ են, բայց հայ ֆեոդալական հիերարխիայում բարձրաստիճան չէին զբաղեցնում, իջեցրեց մինչև 6-րդ աստիճանը, 6-ից ցած չէր կարող իջեցնել, որտեղ շատ հին նշանավոր սունեցիներն էին, բակրատուններն էին, մյուսներն էին, հետո կարողացավ հասնել այն բանին, որ սպարապետության պաշտոնը տրվեց իր փեսային, Համազասպին։ Լուր գյուղ, խուսափելու Պարսից հալածանքներից։ Այստեղ էլ 439 թվին հանգչում է 51 տարի հովվապետած հայոց կաթողիկոսը, մեծն Սահակ Պարթևը։ Նրա դին հողին է հանձնվել Տարոն գավառի Աշտիշատ գյուղում։ Հայոց հայրապետի մահվանից ընդամենը 6 ամիս հետո վախճանվում է նաև Մեսրոպ Մաշտոցը։ Ինքը մահացավ 439 թվականին, այն պահին, երբ որ պատերազմ էր բռնկվել Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև, եւ ինչպես միշտ Բլուրջ գյուղում հանգարցակի շատ վատացավ, դա Բագրևանդի Բլուրջ գյուղն է, եւ հավիտենապես փակեց աչքերը, որպեսզի սկսվի նրա հավիտենական կյանքը, երկնային կյանքը։ Իր հարսը, որը Վարդան Մամիկոնյանի կինն էր, դին տեղափոխեց Մամիկոնյանների ավանդական տարունի կալվածքը եւ Աշտիշատում հանձնեց նրա մարմինը։ Այսօր նա գերի է, նրա գերեզմանը տեղը պաղուս անետացել է։ Սակայն հետաքրքիր է երկու նշանավոր դեմքերի, մեկի այսօրվա Հայաստանում թաղված լինելու հանգամանք Օշականում, մյուսին Աշտիշատում։ Աշտիշատը շատ նշանավոր կենտրոն էր հոգևոր։ Եվ այնտեղ նրա մարմինի ամփոփումը, աջունի ամփոփումը սրբատեղի է դարձնում եւ մեր եկեղեցին նրանց սրբացնում է։ Շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ 2 օր է հիշատակվում մեր եկեղեցական կանոնադրություններում, տոնացույցներում նրա անունը հիշատակելու։ Սուրբ Սահակ Պարթևը լուսավորչի տոհմի վերջին ժառանգն էր, քանի որ իր կարճատև ամուսնության ժամանակ միայն մեկ դուստր է ունեցել Սահականույշ անունով։ Հատկանշական է, որ Համազասպ Մամիկոնյանի հետ ամուսնացած Սահականույշը պետք է ծներ հայ ժողովրդի ամենաառասպելական զորավարներից մեկին, Սուրբ Վարդան Մամիկոնյանին։ Մեզ է ասել Սահակ Պարթևի թողած գրական հարուստ ժառանգությունը, ինչպես արդեն նշվեց, մեծ է եղել նրա դերը թարգմանական դպրոցի զարգացման եւ հատկապես Աստվածաշնչի հայացման գործում։ Բայց պետք է նշել, որ հայոց կաթողիկոսը հանդես է եկել նաեւ սեփական արժեքավոր ստեղծագործություններով։ Մեսրոպ Մաշտոցի հետ մեկտեղ նա կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի եւ օրհնությունների գիրքը, կարգավորել է հայոց եկեղեցու տոնացույցը, գրել է բազմաթիվ կանոններ, որոնք կարգավորել են եկեղեցական ու աշխարհիկ դասերի, պաշտոնեության փոխհարաբերությունները, ամուսնաընտանեկան իրավունքի նորմերը։ Ես շատ բարձր եմ գնահատում նրա ջանքերը ազգային եկեղեցի ստեղծելու ուղղությամբ։ Նրա պայքարը, որ մեր եկեղեցին մնա անաղարտ, առաքելական, առաջին եկեղեցական ժողովների որոշումներին հարազատ եւ շատ բաներով է պարտական մեր եկեղեցին, հոգևորականները նրա կանոնական թղթեր էր որ գրում, ինչպեսին պիտի լինի հոգևորականը, ինչպեսին պիտի լինի մարդ, ընդհանրապես նրան վերագրվող բազմաթիվ կանոններ կան, որոնցից եթե մի մասը անգամ իրենը չի, սակայն վերագրվում է, խոսում է նրա մեծ հեղինակության մասին։ Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը համարվում են հայ հոգևոր ինքնուրույն երգի սկզբնավորողները։ Կաթողիկոսը նաև գրել եւ եղանակավորել է շարականներ, ծիսական աղոթքներ եւ պատարակամատույց։
Առավել հայտնի է Սահակ կաթողիկոսի միջնադարյան գրչագիր գանձարաններում պահպանված Պարագրի անպարագրելի բանն սկզբնատողով տաղը։ Սահակ Վարդևի անունով մեզ են հասել մի քանի դավանաբանական թղթեր, ընդդեմ բորբորի տոնների, նեստորականության և մծխնեական աղանդավորների, և ոչ մեծ թվով նամակներ բյուզանդական կայսրին, եպիսկոպոսներին ու զորավարներին։ Երկու տարի այս հովապետը եղավ հայոց եկեղեցու գլուխը և լավագույնս հովապետեց հայ եկեղեցին։ Ունեցավ տխուր օրեր, երբ պետականությունից զրկվեցինք, երբ Հայաստանը բաժանվեց առաջին անգամ երկու մասի, սակայն ունեցավ ուրախալի պահեր ևս, երբ ստեղծվեց հայոց գրերի գյուտը, թարգմանվեց Աստծո խոսքը ժողովրդի համար, որը կարծես մեծագույն պարգևն էր և օրհնությունն էր հայ ժողովրդին։ Այսպիսով ամբողջացնելով Սահակ Վարդևի մասին այս մի քանի խոսքը համառոտ ասած, կարող ենք ասել, որ ինչպես որ Գրիգոր Լուսավորիչը եղավ լուսավորիչ հոգիների իր քարոզությամբ, իսկ Ներսես Մեծը եղավ լուսավորիչ սրտերի, այդ Աստծո խոսքը մարդկանց սրտերին հասցնելով և կյանքում իրագործելով, Սահակ Վարդևը իրավամբ եղավ լուսավորիչ մտքերի, ով կարողացավ խոսքը, գործը, հոգին և միտքը լուսավորել Աստծո խոսքով և օրհնել ողջ ժողովրդին Աստծո գրավոր խոսքը թարգմանության բերելով և մեզ գրավական տալով, որպեսզի մենք մինչև օրս մնանք որպես հայ։ Շատ կարևոր է այն միջնադարյան տեսիլները, որ կապվում են իր անվանի հետ, հայկական թագավորության վերականգնման այն գեղեցիկ երազանքը, որ պիտի մեզ ուղեկցի երկար տարերի վերջ, կգա ժամանակ, երբ կանցնեն այս արհավիրքները և մենք մեր մեջ ուժ կունենանք վերականգնելու թագավորությունը, հավաքվելու ազգովի, մեր երկրի վերելքի, մեր երկրի շենացման և ինքը իր գործունեությամբ, իր չափազանց համեստ նիստուկացով նպաստեց այդ մեծ իդեայի կատարմանը։ Սահակ Վարդևի վաստակը գնահատվել ու արժևորվել է ոչ միայն հայության մեջ, այլ նաև գիտության ու մշակույթի համաշխարհային դեմքերի կողմից, իսկ աշխարհահռչակ լեզվագետ Մարկ Վարդի խոսքերը լավագույնս են բնորոշում հայ ինքնության պահպանման գործում Սահակ Վարդևի ու Մեսրոպ Մաշտոցի առաքելության նշանակությունը։ Երբ մենք քննում ենք այն պայմանները, որոնց մեջ Մաշտոցն ու Սահակը իրենց մտքի ուժով հայ ժողովրդին եկեղեցական ու ազգային ինքնագիտակցության զարթոնքի հասցրին, եւ այս ամենը համեմատում ենք այն դանայան պարգևի հետ, որ Ֆրանկ Պիպինը քաղաքական ու եկեղեցական իշխանության բոլոր միջոցներն իր ձեռքն ունենալով հնձայեց գերմանական ժողովրդին, տեսնում ենք, որ Պիպինը եւ նրա զինակից Վինֆրիդը թզուկներ են երևում մտքի այդ երկու տիտանների հանդեպ։ Մի ժողովուրդ, որը ծնել է այսպիսի մարդիկ եւ նրանց մեծարում է որպես իր դյուցազունների, քանի դեռ հետևում է նրանց օրինակին, երբեք չի ոչնչանա։ Մարկ Վարդ